Հունիսի 1-ը ոչ միայն երեխաների օրն է, այլ նաև Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը։ Չեմ ծանրանա ով զանգեց, ով գրեց, ով շնորհավորեց։ Կխոսեմ միայն մի դրվագի մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին 50-ամյակի կապակցությամբ, մաղթել է առողջություն, բարօրություն եւ հաջողություններ։ Այդ մասին ասվում է Կրեմլի կայքում հրապարակված շնորհավորական ուղերձում։ Նա նշել է, որ երկու երկրների, ինչպես նաև նրանց ժողովուրդների միջև հարաբերությունները ավանդաբար բարեկամական բնույթ են կրում։ Մենք հետաքրքրված ենք դրանց հետագա առաջընթաց զարգացմամբ, գրել է Պուտինը։ Պուտինն ու Փաշինյանը նաև հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են նաև մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ նիստի արդյունքները։ Հիշեցնեմ, այդ նիստին Փաշինյանը չէր գնացել, Հայաստանը ներկայացվել էր փոխվարչապետի մակարդակով։ Շնորհակալություն տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար հեռախոսազրույցի ժամանակ Պուտինին ասել է Փաշինյանը. «Գուցե այս շնորհավորանքը սառը ցնցող էր մեր հայրենակիցներից ոմանց համար։ Ինչպես ասում են, մենք սպասում ենք շեֆը Արեշնիկով Փաշինյանի Հայաստանին շարախնուտ անի, իսկ նա թե շնորհավոր։ Իսկ եթե լուրջ, մենք շատ ենք միակողմանի մոտենում հայ-ռուսական հարաբերություններին։ Ռուսաստանը հաճախ պատկերացնում ենք մի հարկանի, մի էջանի թեմա։ Իհարկե ոչ ոք չի ժխտում, որ Պուտինը շնորհավորել է։ Բնականաբար Պուտինը ներկայացնում է Ռուսաստանը, բայց Ռուսաստանը ներկայացնում է նաև Մեդվեդևը։ Նա էլ այս թեմայով գրառում է արել ոչ այնքան բարեկամական ու ջերմ։ Փաշինյանը ցանկանում է շարունակել օգտվել ԵԱՏՄ արտոնություններից, գումար վաստակելով Ռուսաստանի եւ Միության մյուս երկրների հաշվին, մինչև Հայաստանին կհրավիրեն Եվրամիություն, հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը։ Բնականաբար սա եւս Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն է, որին պարտավոր ենք վերաբերվել գրեթե նույնքան լուրջ, որքան ասենք Պուտինի շնորհավորանքին։ Սա էլ ձեզ հաջորդ Ռուսաստանը, որը նախորդին կարծես այնքան էլ նման չէր, մեղմ ասած։ Եվ իհարկե մեր սիրելի Մարիա Զախարովան, նա էլ նորություններ ունի ու ոչ այնքան հաճելի։ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին այս պահին կանչել են Մոսկվա, դիվանագետը խորհրդակցություններ է անցկացնում։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ Կոպիրկինը կանչվել էր Ռուսաստանի մայրաքաղաք Եվրամիության հետ մերձեցման ուղղված Հայաստանի ղեկավարության քայլերի հետ կապված խորհրդակցությունների անցկացման համար։ Սա էլ ձեզ Ռուսաստանի հաջորդ շերտը։ Չի կարելի անլուրջ վերաբերվել նաև Կրեմլի ոչ պաշտոնական խոսափողները հանդիսացող բազմաթիվ հանրային դեմքերի, ասենք Սոլովյովից մինչև Սիմոնյան։ Այնինչ Կրեմլը չի ասում իր անմիջական դեմքով, հաճախ մեզ ասում են նրա ոչ պաշտոնական ներկայացուցիչները։ Որն է այդ ամենի մեջ մեր ամենատարածված սխալը։ Այն, որ բոլոր այդ կարծիքների, խոսույթների մեջ փնտրում եւ որպես կանոն գտնում ենք մեր ականջին հաճելի կարծիքը եւ այն ընդունում որպես Ռուսաստանից հղված միակ ու անվիճելի ուղերձը։ Այնինչ միայն այսօրվա օրինակում տեսանք հակառակը, Պուտինը կարող է շնորհավորել, Մեդվեդևը ձեռք առնել, Սիմոնյանը անիծել, Սոլովյովն ու Բաղդասարովն էլ գուցե հայհոյել, բոլորն էլ նույն թեմայով, բոլորն էլ ներկայացնում են Ռուսաստանը։ Իդեպ Ռուսաստանն է ներկայացնում նաև Պեսկովը, Կրեմլի խոսնակը, խոսելով Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունների մասին, լրագրողներին ասել է, թե Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր մեխանիզմը կքննարկվի մինչև դեկտեմբեր։ Սա էլ ձեզ հաջորդ Ռուսաստանը, կարծում եմ սա էլ դեռ ամենը չէ, բայց առայժմ այսքանը։